Առաջին դարում հայաբնակ թագավորությունները գրավում էին Կասպից ծովից մինչև Սև ծով տարածքը։ Կենտրոնում մեծ հայքն էր, հարավ-արևելքում Ատրպատականի թագավորությունն էր, իսկ հյուսիս-արևելքում Աղվանքը։ Հյուսիսից Վիրքն էր, Կողքիսը և Պոդեմոնական Պոնտոսի թագավորությունը։ Արևմուտքից փոքր Հայկի թագավորությունն էր, Կապադովկիայի և Կոմագենեի թագավորությունները։ Հարավում Ադիաբենեի թագավորությունը և հայոց միջագետքը, որի մայրաքաղաքը Եդեսան էր, այսօրվա Ուրֆան։ Անհիշելի ժամանակներից այստեղ բնակություն են հաստատել հայերը և առաջին դարում գահ բարձրացավ հայազգի Աբգար թագավորը։ Շումերների և խեթերի համար հայոց աշխարհը դիտվել է որպես Արեգակի հանգստյան տաճար։ Վանալճից էր օծվում և ծագում արևը։ Հին ազգերի համար հայոց լեռնաշխարհը դիտվում էր որպես սուրբ գրերի հայրենիք և կոչվում էր Արևելք։ Աստվածաշնչում նշվում է, թե դրախտը գտնվում է Արևելքում։ Այստեղից են բխում Տիգրիս և Եփրատ գետերը։ Այստեղ հանգրվանել է Նոյի տապանը։ Իսկ Հիսուսի ծննդյան ժամանակ Նոր Կտակարանում կարդում ենք. Արևելքից մոգեր եկան Երուսաղեմ, որոնք իրենց ընծաները մատուցեցին նորածին Փրկչին։ Այստեղ էին սպասում ճշմարիտ Արեգակի ծագմանը, Հիսուս Քրիստոսի հարությանը։ Հիսուսին հետևող 8 առաքյալներն այցելեցին Հայաստան, որոնց մեջ էին Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, որոնք 12-ից էին։ Իսկ քրիստոնեությունը սկզբնավորվեց հենց այստեղ։ Իսկ քրիստոնեությունը սկզբնավորվեց հենց այստեղ, Սուրբ Երկրում, Իսրայելում։ Սա այսօրվա Երուսաղեմն է, 3 հավատքների սուրբ քաղաքը, հուդայական հավատքի, մահմեդականության և իհարկե քրիստոնեության։ Այստեղից ընդամենը 20 րոպեում կհասնես Բեթխեհեմ։ Այս փոքրիկ հնում գրեթե աննշան Բեթխեհեմ քաղաքում ծնվեց մեր Փրկիչը, Հիսուս Քրիստոս։ Նա ծնվեց քարայրում։ Այս հզոր համալիրը կառուցված է այդ քարանձավի վրա։ Ծնվեց հենց այս քարայրում։ Արևելքից մոգեր եկան երկրպագելու նորածին արքային, բերելով իրենց նվերները։ Իմանալով, որ նոր արքա է ծնվել Հրեաստանում, Հերովդես արքան հրամայեց կոտորել բոլոր մանուկներին մինչև 2 տարեկան Բեթխեհեմում և նրա շրջակայքում։ Չնայած ծնողները փորձեցին փրկել մանկանը փախցնելով Եգիպտոս, սակայն հակադրությունը Հիսուսի անձի և իշխանավորների պիտի հետապնդեր նրան իր ողջ կյանքի ընթացքում, նույնիսկ մահից հետո։
մենք Նազարեթ քաղաքում ենք, որտեղ իր մանկությունն ու պատանեկությունը անցկացրել է Հիսուս։ Նազարեթ։ Այս քաղաքում է Հիսուս անցկացրել իր մանկությունն ու պատանեկությունը։ Այս սրբավայրը Աստվածածնի ավետման տաճարն է, որն իր մեջ ներառում է այն տունը, որտեղ Աստվածամայրը կերակրել է մանուկ Հիսուսին, իսկ Հովսեփ Աստվածահայրը սովորեցրել իր արհեստը, հյուսնությունը։ Ոչ մեկի մտքով չերել անցնի, որ այս համեստ պատանին, որը չուներ պալատական որևէ պաշտոն, նրան չէին ենթարկում ուժային կառույցներ, պիտի կարողանա տիրել աշխարհը, նրա առջև պիտի խոնարհվեն թագավորներ, կայսրեր, ժողովուրդներ։ Հետաքրքրական մի փաստ։ Այս քաղաքում է ծնվել նաև 12 առաքյալներից մեկը, մեր Սուրբ Թադեն։ Հորդանան, ամենանվիրական գետը ոչ միայն Իսրայելի, այլ ամբողջ քրիստոնյա աշխարհի համար։ Այստեղ Աստվածորդին եկավ, որ մկրտվի ջրով։ Հորդորական ձայնով երգում էր մեծ կարապետը, Հովանես, դե ալեկոծվիր գետ, հորդորիր գետ Հորդանան։ Մենք ուղևորվում ենք Կանա քաղաք։ Այս քաղաքը հայտնի է ոչ միայն այն պատճառով, որ Հիսուս այստեղ գործեց իր առաջին հրաշքը ջուրը գինու փոխարկելով, այլ նաև, որ այստեղ է ծնվել Սուրբ Բարդողմեոս առաքյալը։ Հետագայում այստեղ կառուցվեց Սուրբ Բարդուղիմեոսի տաճարը։ Գալիլեայի ծովակ, որը կոչվել է նաև Տիբերական, այստեղ Հիսուս հաճախ էր հանդիպում իր աշակերտներին և ուսուցանում Աստծո խոսքը։ Այստեղ Գալիլեայի ծովի վրայով քայլեց Հիսուս։ Այստեղ նա 5 հացով և 2 ձկով հագեկցրեց բազմահազար մարդկանց։ Այստեղ էր նա հանդիպում իր աշակերտներին, որոնց թվում էին իհարկե Թադեոսն ու Բարդողմեոսը, որոնք առաջին անգամ լսեցին հոգու փրկության ավետարանը։ Սա Երանիների լեռն է։ Այստեղ Քրիստոսի շուրթերով հին օրենքի փոխարեն տրվեց նոր ճշմարիտ օրենքը, որն էլ Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալները բերեցին Հայաստան։ Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։ Երանի սրտով մաքուրներին, նրանք Աստծուն պիտի տեսնեն։ Երանի խաղաղարարներին, նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն։ Երանի հոգով աղքատներին, նրանց է երկնքի արքայությունը։ Այս պահին մենք գտնվում ենք ոսկե դարպասների մոտ։ Այս դռներով մուտք գործեց Քրիստոս Երուսաղեմ։ Այսօր այն փակ է, որովհետև ուշ միջնադարի Սուլթան Ալ-Հեքիմը, վախենելով, որ Քրիստոս երկրորդ անգամ գալստյան ժամանակ նույնպես մուտք պետք է գործի այս դռներից, շարեց, փակեց այն։ Այս դռները հայտնի են նաև նրանով, որ Հիսուսի առաջին անգամ գալստյան ժամանակ եւ մուտքի Երուսաղեմ ներկա էին հայոց Աբգար թագավորի պատվիրակները, Անանը եւ Շամշագրամը, որը Ռշտունիքի նախարարն էր։
Անանը փորձեց պատկերել Հիսուսին, սակայն չհաջողելով Հիսուս վերցրեց կտավը, դրեց իր դեմքին եւ վերադարձրեց Անանին։ Հիսուսի դեմքը դրոշմված էր կտավի վրա։ Այդ կտավը այսօր գտնվում է Իտալիայի Ջենովա քաղաքի Սուրբ Բարդողմեոս հայկական եկեղեցում։ Եդեսիայի հայ թագավոր Աբգարը նամակ ուղեց փրկչին, հրավիրելով Հայաստան։ Պատասխան նամակում Հիսուս Քրիստոս ասաց, որ չի կարող գալ, քանի որ իր առաքելությունը պիտի կատարվի Իսրայելում, բայց կուղարկի իր աշակերտներից մեկին։ Հիսուսի համբարձումից հետո Թադեոս առաքյալը եկավ Հայաստան։ Մեր թիկունքում վերնատունն է։ Հիսուս Քրիստոս իր աշակերտներին, որոնց թվում էին նաև Թադեոսն ու Բարդողմեոսը, հրավիրեց ճաշակելու զատկական ընթրիքը, որ հետագայում կկոչվի խորհրդավոր ընթրիք։ Այստեղ այս տանը նա վերցրեց հացը եւ գինին, օրհնեց ու ասաց. «Սա է իմ մարմինը, սա է իմ արյունը, որ թափվում է շատերի փրկության համար»։ Հաղորդության այս խորհրդով նա հաստատեց նոր ուխտը, քրիստոնեությունը ողջ աշխարհում։ Նայենք այս զիթեններին, որոնք 2000 տարի առաջ դեռևս մատաղատունք ծառեր էին։ Նրանք հիշում են, թե ինչպես այստեղ Գեթսեմանի այգում Հուդան մատնեց մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին։ Հենց այստեղ Գեթսեմանի այգում ձերբակալեցին նրան։ Եվ պատահական չէ, որ այստեղ մոտակայքում է գտնվում Աստվածամոր գերեզմանը։ Հետագայում Սուրբ Բարդողմեոս առաքյալը ուշացած Աստվածամոր թաղումից խնդրեց, որ բացեն գերեզմանը։ Երբ բացեցին գերեզմանը, գիտես ամենի եւ ողջ աշխարհի հայտնի դարձավ, որ Աստվածածինը վերափոխվել է։ Գերեզմանը դատարկ էր։ Սա այն ճանապարհն է, որով Հիսուս խաչը ուսին բարձրանում էր Գողգոթա։ Կատաղի ամբոխն ու հռոմեացի զինվորները հետապնդում էին նրան Պիղատոսի պալատից, ծաղրելով ու հայոյելով, շատերը բղավում էին։ Դու մարդ ես ու քո անձը Աստված ես ներկայացնում, խաչել դրան, խաչել։ Այս քարերը մինչ այսօր կրում են Հիսուսի ոտնահետքերը։ Քարացյալ օրհնություններ։ Շատերը խղճում էին նրան։ Ոմն Սիմոն կրում էր նրա խաչը։ Ուշացած Աստվածածինը գնում էր որդու ետևից, տեսնելով նրա չարչարանքները։ Մի բարիքին ջուր մատուցեց նրան։ Ուժերը լքում էին նրան, վերքերից հոսում էր արյունը, և ըստ ավանդության
ուժասպառ Հիսուս այստեղ հենվեց պատին, բայց նա մինչև վերջ տարավ խաչը, մինչև Գոլգոթա, հանուն մարդու հոգու փրկության։ Սա հարության տաճարն է, որը կառուցված է այն տեղում, որտեղ խաչվեց և գերեզման դրվեց Հիսուս։ Այստեղ կանգնեցվեց խաչը, որի վրա գամել էին Քրիստոսին։ Խաչի մոտ Աստվածամայրն էր Հովհաննես ավետարանչի հետ, իսկ հեռվում կանգնած աշակերտները ականատես էին Քրիստոսի չարչարանքներին։ Հիսուսի մահից հետո հռոմեացի զինվորը գեղարդով խոցեց Քրիստոսի կողը, ստուգելու համար կենդանի է թե ոչ։ Սուրբ արյունով ներկված գեղարդի ճակատագրի մասին և թե ինչպես այն հասավ հայոց աշխարհ, ես ձեզ կպատմեմ քիչ հետո։ Սա է Քրիստոսի գերեզմանը, սա է այն տեղը, ուր դրվեց Հիսուսի մարմինը։ Կիրակի առավոտ վաղ յուղաբեր կանայք բերեցին անուշահոտ յուղեր, որպեսզի օծեն Հիսուսի մարմինը, բայց գերեզմանը դատարկ էր։ Քրիստոս հարյավի մեռելոց։ Ինչպես քրիստոնեությունը գոյություն չունի առանց Քրիստոսի հարության, այդպես էլ հայ ազգը չէր գոյատևի առանց քրիստոնեության։ Այժմ մենք բարձրանում ենք Համբարձման լեռ։ Հարությունից հետո Հիսուս բազում անգամ հայտնվեց իր աշակերտներին, իսկ 40-րդ օրը պատգամ բերեց նրանց ասելով. գնացեք, աշակերտ դարձրեք բոլոր հեթանոսներին, մկրտեցեք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, և համբարձվեց երկինք։ Այս քարի վրա էր կանգնած փրկիչ։ Քարն այս դեռ հիշում է Հիսուսի սուրբ ոտքերի հպումը։ Համբարձումից 10 օր անց Քրիստոսի աշակերտները կրկին անգամ հավաքվեցին այստեղ Վերնատանը։ Ըստ ավետարանական և ինչպես նաև հռոմեացի պատմիչ Տերտուլիանոսի և Սուրբ Օգոստինոսի վկայությամբ նրանք սկսեցին խոսել տարբեր լեզուներով։ Թադեոսը և Բարտոլոմեոսը խոսում էին հայերեն։ Հայոց աշխարհում Թադեոս առաքյալի առաջին հանգրվանը հայոց միջագետքն էր՝ Եդեսիա քաղաքը։ Հայոց Աբգար արքան մեծ ուրախությամբ դիմավորեց Հիսուս Քրիստոսի առաքյալին։ Սուրբ Թադեոսի քարոզությունից հետո մկրտվեց արքան և ողջ Եդեսիա քաղաքը։ Հայոց միջագետքում փրկչական 34 թվականին կառուցվեց աշխարհում առաջին քրիստոնեական եկեղեցին։ Արքայի հորդորով Թադեոս առաքյալը եբրայերեն Աստվածաշունչը թարգմանեց ասորերեն։
քանզի հայոց այբուբենը դեռ չկար։ Աբգար գրավոր թույլտվությամբ Թադեոս Առաքյալը սկսեց քարոզել ողջ Հայաստանում։ Սուրբ Թադեոս Առաքյալը հայոց աշխարհում ունեցավ բազում աշակերտներ։ Առաջինը դա Տուբին էր, որին այցելեց Եդեսիայում, երկրորդը Ադեն, երրորդը Զաքարյան, Խադ Առաքյալը, Եղիշե Առաքյալը եւ վերջապես Դադին, որի սրբավայրում գտնվում ենք մենք հիմա եւ հիմա այցելելու ենք այն վայրը, որտեղ գտնվում են սրբի մասունքները։ Համեցեք միասին նայենք։ Շարունակ այս համալիրը վերականգնվել է դարերի ընթացքում եւ մինչեւ այսօր էլ շարունակվում են շինարարական աշխատանքները, որի հետևանքները մենք տեսնում ենք այսօր։ Ահա այն տաճարը, որտեղ գտնվում է մեր միակ վկան, առաջի դարի այս խաչքարը, որի վրա հետագայում 5-րդ դարում գրվել է Դաթե։ Մոտենանք խաչքարին։ Միակ վկան, որը տեսել է սրբի նահատակությունը։ Թիկունքում մենք տեսնում ենք սրբի մասունքները, որ ամփոփվել է այստեղ եւ միշտ պատարակներ են մատուցվել մեր հոգու փրկության համար։ Այցելեք, տեսնենք միասին։ Հենց այս վայրում էլ նահատակվել է Սուրբը։ Եվ պատահական չէ կարծես, որ այստեղ պիտի քարոզեր, գործեր ու նահատակվեր Սուրբ Դադին, որտեղ այստեղ այնքան մոտ է երկինքը երկրին։ Կարծես մարդու հոգին ձուլվում է Աստծո Սուրբ Հոգու հետ եւ խոսք բացում երկնքին։ Իսկ Թադեոս Առաքյալի մյուս աշակերտը Եղիշեն, որը չհասցրեց ձեռնադրվել Թադեոս Առաքյալի ձեռքով, որովհետև նահատակվեց Թադեոս Առաքյալը Արտազում, մեկնեց դեպի Երուսաղեմ, ձեռնադրվեց եւ վերադարձավ դարձյալ իր հայրենիքը, Արցախ աշխարհը, քարոզեց այս վայրերում քրիստոնեություն, ձեռնադրեց քահանաներին թողեց այստեղ եւ հետո հեռացավ դեպի Հյուսիս, քարոզեց հեթանոսների մեջ, սակայն քարկոծվեց նրանց կողմից եւ նահատակվեց։ Իր մարմինը դրեցին մի խոր փոսի մեջ։ Հիմա այնտեղ կանգնած է մի հուակարդ տաճար։ Իսկ այստեղ այս վայրերում մնացած քահանաները շարունակեցին քարոզչությունը եւ հիմա կառուցված է Մարասի տաճարը։ Լինելով Սյունիքում նա ձեռնադրեց Եվստաթեոսին, որի նահատակման վայրում այսօր հառնել է Տաթևի վանական համալիրը։ Մենք գտնվում ենք Գեղարդավանքում։ Մեր թիկունքում 13-րդ դարի կաթողիկեն է։ Բայց ինչու է այս վանքը կոչվում Գեղարդավանք։ Ինչ պատմություն կա թաքնված այստեղ։ Առաջին դարում, երբ դեռ կենդանի էր եւ ապրում էր Աբգար թագավորը, նա բոլոր հնարավորություններն ու արտոնությունները տվել էր առաքյալներին, որ ազատորեն շրջեն եւ հայոց աշխարհում տարածեն Քրիստոսի վարդապետությունը Աստծո խոսքը։ Եվ ըստ ժողովրդական ավանդության այդ շրջանում 1000 եկեղեցի կառուցվեց հայոց աշխարհում։ Նրանք իրենց հետ բերել էին նաև սուրբ մասունքներ, այդ մասունքներից գերագույնը նաև Գեղարդն էր։ Նրա մասին մենք խոսել ենք Երուսաղեմում։ Երբ Պետրոս Առաքյալը իմացավ, որ Թադեոս Առաքյալը նշանակվել է 72 աշակերտների գլուխ, իր ձեռքով Թադեոս Առաքյալին նվիրաբերեց Սուրբ Գեղարդը, որն էլ բերվեց հայոց աշխարհ։ Աբգար թագավորի մահից հետո Սանատրուկ թագավորը հալածանքներ սկսեց քրիստոնյաների դեմ եւ հատկապես առաքյալների։
եւ որպեսզի սրբությունները չընկնեն հեթանոսների ձեռքը եւ չպղծվեն, այն թաքցվում էր եւ Գեղարդը թաքցվեց Գառնու ավանի այս քարայրներում։ Ըստ ավանդության դարեր շարունակ հենց այս քարանձավում էր պահվում Սուրբ Գեղարդը, որն այժմ գտնվում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Բարդուղիմեոս առաքյալը սկզբնական շրջանում քարոզում էր Հնդկաստանի սահմաններում, Պարթևական պետության մեջ, որտեղից էլ մուտք գործեց հայոց աշխարհ։ Նախիջևանի գավառում իր իսկ ձեռքերով կառուցեց Սուրբ Տեղառննդարաճի եկեղեցին, ապա անցնելով անձևացած գավառի դարբնոց քար վայրը հիմնեց Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Արտաշատ քաղաքի մոտ Բարդուղիմեոս առաքյալը հանդիպեց Սուրբ Թադեոսին։ Այստեղ քարի վրա Թադեոս առաքյալը մեռոնով, որ տրված էր Հիսուսի ձեռքով, խաչ պատկերեց եւ երկուսով գիշերեցին այդ քարի մոտ։ Տեղն այս կոչվեց Օթեաց խաչ։ Մեռոնն այս մինչ այսօր խառնվում է նոր մեռոնին, որով դարերի ընթացքում մկրտվում է հայ ժողովուրդը։ Առաջին դարում շատ հայեր ընդունեցին քրիստոնեությունը, սակայն ողջ հայ ժողովուրդը, ինչպես նաև ամբողջ աշխարհը դեռ պատրաստ չէր այդ հոգևոր բարձր թռիչքին, Քրիստոսի հավատքին։ Եվ սանատրուկ թագավորի հրամանով վայրենաբար նահատակվեցին Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները։ Կանցնեն դարեր, և Սուրբ Թադեոսի նահատակության վայրում վեր կսլանա Սուրբ Թադեի վանքը, որի որմնապատին պատկերված են նրա և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների խորաքանդակները։ Ինչպես բոլոր առաքյալների, այդպես էլ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները սփռվեցին ողջ աշխարհում, լինելով լուռ քարոզիչներ Քրիստոս Փրկչի։